Պարոն Գրիգորյան, Գյումրիում խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ Կարեն Բադալյանի վրա փորձել են ներազդել օրենքով գողերի միջոցով։ Ինչ կասեք այս խոսակցությունների մասին, սրանք սին խոսակցություններ են, թե իրականությանը մոտ են, իդեպ այս թեմայի շուրջ նաև պարզաբանումներ ես փորձել եմ ստանալ ձեր խմբակցության ղեկավարից, նա անտեղյակ էր, բայց վստահ եմ, որ դուք լսել եք այս խոսակցությունների մասին։ Նունե ջան, իսկ ովքեր են այդ մասին խոսողը քաղաքում, օրինակ հետաքրքիր է ովքեր են, կան իրականում կան այդ մարդիկ, լսել եք, իրականում կա այդ խոսակցությունները։ Ես օրինակ խիստ կասկածում եմ, որ քաղաքում նմանատիպ խոսակցություններ կա ու շրջանառվում է, բայց որ շահագրգիռ մարդիկ կարող է լինեն նմանատիպ խոսակցություններ քաղաքում տարածելու, այդ հասկանալի է։ Ու այդ շահագրգիռ կողմը հասկանալի է նաև ով են։ Շահագրգիռ կողմը հենց այն մարդիկ են, ովքեր որ ամեն ինչ անում են, ցանկություն ունեն Գյումրի քաղաքում թշնամություն սերմանել մարդկանց մեջ, թիմերի մեջ, խմբերի մեջ, տղաների մեջ, այդ ամեն ինչը հասկանալի է։ Եվ այդ ձեռագիրը արդեն պարզ է, որ այդ ձեռագիրը նույն իշխանության ձեռագիրն է։ Ինչ էր արվում այս ամբողջ ընթացքում։ Քաղաքապետի ընտրություններից հետո ամբողջ թիմը իշխանական, ու լավ ամբողջ ասեմ, տեղի պատգամավորները, որոշակի պատգամավորներ Երևանից թողել էին պետության, պետականության, Արցախի, արցախցիների խնդիրները, հարցերը, սահմաններ, մյուս եւ այդ մարդիկ դարդ ու ցավ չունեին, այս մարդիկ մտածում էին իմ մասին, մտածում էին, թե ես Գյումրի քաղաքում ինչ եմ անելու, ոնց եմ ապրելու, ոնց եմ դուրս գալու Գյումրի, ոնց եմ ժողովրդի հետ շփվելու, ու այդ ամբողջ ընթացքում այս մարդկանց խոսույթը որն էր։ Այդ ամբողջ ընթացքում այս մարդկանց խոսույթը թշնամություն սերմանելն էր։ Թշնամություն, չգիտեմ դեպքերի մասին խոսելով, որը բացարձակապես իրանց խելքի բանը չէ, թե այն մարդկանց այստեղի գյումրեցիների, թե առավել ևս Երևանի պատգամավորների, որոնք բացարձակապես ոչ այդ ամեն ինչից գաղափար ունեն, ոչ էլ իրավունք ունեն այդ ամեն ինչի մեջ իրենց քիթը խոթելու։ Իրենց այդ ամեն ինչի արդյունքում իրանք ունեցան այն, ինչ ունեցան Գյումրիում, արձանագրեցին պարտություն, ու հենց այդ Երևանից եկած այդ նույն պատասխանատուների շնորհիվ էր, որ իրենք այսօր այստեղ Գյումրիում չունեն քաղաքապետ։ Այդ պարտությունը նաև իրանցով էր պայմանավորված, որովհետև իրենք Գյումրին չգիտեին, իրենք Գյումրիին չէին տիրապետում, որի արդյունքում ունեցան այն, ինչ ունեցան։ Իսկ այդ թշնամությունը ամբողջ խոսույթը գնում էր նրա մասին, որ թշնամություն ունեք, հարաբերություններ ունեք, դեպքեր էին հիշադակում, արյունի մասին էին խոսում, դուք պատգամավորներ եք, թե այստեղ հարցեր լուծող եք, թե ռազմորկա անող եք, թե ճիշտ ու սխալը որոշող եք այս քաղաքում, ով ում հետ քաղաքական թեմաները բերել խառնել անձնական թեմաների մեջ, ով եք դուք։ Դուք ձեր ապրած կյանքով ով եք, ձեզանից ինչ եք ներկայացնում, որ Գյումրի քաղաքում որոշեք, թե ով ում հետ ինչ անի։ Սա քաղաքականություն է, սա քաղաքական պրոցես էր։ Առաջի օրվանից Գրիգորյան Մարտունը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցություն չի լինելու առաջի օրվանից։ Եվ մինչև վերջ Գրիգորյան Մարտունը պահել է իր խոսքը։ Ես իմ հարցազրույցի ասուլիսի ժամանակ էլ այդ մասին խոսել եմ, շատ չեմ ուզում մանրամասնել, բայց սրանց արածը ինչ էր, այսինքն խորացնել թշնամությունը։ Մարդ կար ասում էր այնտեղ գյումրեցիների գլխից հանգարցում ազնի, չգիտեմ, էս լինի, այն լինի, բայց այդ ամեն ինչը մտածողը, այդ ամեն ինչի մասին մտածողները չէին մտածում, չէին գիտակցում, որ դրանով քաղաքում ավելի շատ խորացնելու են թշնամությունը։ Քաղաքական պրոցես է, ընդդիմությունը մասնակցել է ընտրություններին, 9-ից 8-ը ասել են, որ չենք համագործակցելու, եւ ընտրություններից հետո հավաքական ընդդիմության հաղթանակը ամրագրվել է, որ ընդդիմությունը հաղթել է։ Դրանով պայմանավորված այսպես խառնվել իրար, փորձել թշնամություն, հիմա այն չմարսեցին, տեսան, որ այդ խայցերը իշխանական այդ մուտիլովկաները այդ խայցերը կուլ չենք տալիս, դրանից անցան վերջացրեցին, հիմա էլ անցել են այս պրոցեսների մեջ բերելով մարդկանց անուններ կամ
գողական աշխարհը մարդկանց մեջբերում են, դրանով փորձում են հիմա էլ մեկ ուրիշ մուտիլովկաներ անել։ Պիտի հիասթափեցնեմ այդ կազմակերպիչներին, ովքեր որ փորձում են ամեն ինչ անում են, որ խառնաշփոթ, թշնամություն, Գյումրիում արնայեղություն են ուզում, արուն են ուզում, սրդերը արուն է ուզում, այդքան 5000 զոհերը հերիք չէր, այդքան հաշմանդամները հերիք չէին մեզ, այդ պարտություններն ու պատերազմները մեզ հերիք չէր, հիմա էլի Գյումրիում սրդերները ուզում է թշնամություն իմ ու Վարդան Ղուկասյանի թիմերի միջև, թշնամություն իմ եւ Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն Վարդան Ղուկասյանի ու Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն քաղաքի տղաների միջև, որբիսի դե հասկանալ է իշխանության համար այդ թվարգածս մարդիկ ոչ մեկն էլ իրancs համար մեծ հաշվով նշանակություն չունի։ Իրancs համար նշանակություն ունի կոնկրետ մի բան՝ հասնեն իրancs նպատակին։ Իշխանությունները միշտ էլ են եղել։ Այնպես է, որ այն ասում է տառապանքս փորձ ունի։ Մշտապես տեսել եմ ես նմանատիպ բաներ, այս խառնակցությունները, բաժանիր որ տիրես, մարդկանց իրար մեջ լարել, թշնամություն սարքել եւ փորձել այս պայծրությամբ էլ տեսան, որ չկարողացան իրավական առումով այս հարցի թեմա առնեին, հիմա է փորձում են այս թեման գցել ինչ որ մարդկանց գրբանը, որ այ այս մարդիկ են եղել կամ ի նկատի ունեն այս մարդկանց Ուրեմն այնքանը չհասկանալով, որ եթե ես շեշտադրում եմ, որ դադի է տվել մեզ Կարեն Բադալյանը, դադական process-ները գնում, գործողություն է լինում, ոնց կարող է այդ մարդը ուղղորդվել այն մարդկանց կողմից, ով որ դադական process-ների մեջ է մտնում, կամ այդ մարդիկ ինչ գործ ունեն ընդհանրապես քաղաքականության հետ։ Ինչ գործ ունեն քաղաքականության հետ կամ մտնեն քաղաքականության մեջ։ Այդ մարդկանց կյանքը լրիվ ուրիշ կյանք է, քաղաքականությունը լրիվ ուրիշ կյանք է, բացարձակապես իրար հետ կապ չունեցող կյանքերի մասին ենք խոսում։ Այստեղ հասկանալի է, որ մեկ ուրիշ խառնակցություն է Գյումրիում փորձում են ձևավորել մեկ ուրիշ խառնակցություն, որը իհարկե թույլ չենք տալու, կգա ժամանակը կպարզվի, կհասկանանք, ինչով էր պայմանավորված Կարենի արած քայլը, ով էր մեղավոր, ինչու էս ամեն ինչը եղավ, ինչ էին ուզում, չնայած ինձ համար պարզ է, հասկանալի է, ընդունելի է, այս տարբերակը ինչի որ գնացինք, ինչի որ հասանք, մնացածը առաջ ասված, բայց ասեմ, որ իշխանությունը ու հատկապես Գյումրիում նույն իշխանության ներկայացուցիչները ոնց որ թե չեն հանդարտվում, ամեն առիթ բաց չեն թողնում, 4 քաղաքական ուժերը իրար հետ այսօր Գյումրիում իշխանությունը կազմե կոմունիստական կուսակցությունը 3 քաղաքական ուժերի աջակցությամբ, իսկ իմ մասով ես իմ հայտարարության տեքստում մանրամասը ասել եմ, ներկայացրել եմ, երևի կարիքը չկա դրա մասին մանրամասը խոսելու, այդ ամեն ինչով պայմանավորված այսօր կոնկրետ թիրախում Մարտուն Գրիգորյանն է